Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում բոլորիդ։ Շնորհավորում եմ այսօր ամսի 13-ն է տրնդեզը տիարն ընթառաջ այն բազմաթիվ հոմանիշներ ունի մեր հեթանոսական կրոնի հիմնական տոներից մեկն է, որը դարերի վեր տոնվում է հայ ժողովրդի կողմից։ Շնորհավորում եմ նորապսակներին առողջություն, երջանկություն, բախտավորություն։ Այսօր խոսենք փիրուզի մասին, ռուսերեն բիրուզա։ Փիրուզը հանքային քար է, որը խորհրդանշում է ուժ, հզորություն եւ իշխանություն։ Այն իր բնույթով չոր է եւ սառը։ Լավագույն տեսակը համարվում է նիշապուրյան փիրուզը, այդ քարը, այն փիրուզը ընդհանրապես նա շատ վատ է տանում յուղը, յուղերից այն կորցնում է իր գույնը, դառնում է փխրուն, այսինքն քարը դառնում է անպիտան։ Հարգելի բարեկամներ, ունի հզոր բուժական հատկություններ, որը պայմանավորվում է նրա մեջ պարունակող պղնձով։ Այն շատ օգտակար է հոդային հիվանդությունների ժամանակ, ռևմատիզմի, հոդաբորբերի, մկանացավերի, նյարդացավերի համար նաև այն օգտակար է ստամոքսի եւ 12 մատնյա աղուխոցային հիվանդության ժամանակ, հատկապես արդյունավետ է շնչուղիների թոքաբորբի կոկորդի հիվանդությունների ժամանակ, ակտիվացնում է լեղապարկը եւ ուժեղացնում է լեղահոսքը։ Հարգելի բարեկամներ, եթե դուք կախում եք ձեր պարանոցին կամ ունենում եք մատանի, ապա նա պահպանում է ձեզ բոլոր չարիքներից, նրա տերը լինում է ուրախ, կայտար, գործերում հաջողակ եւ ունենում է երազանքների իրականացում։ Այսքանը քարի մասին, հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ նաև իմ քսուկը, որը կոչվում է Անահիտ, բազմիցս ցույց ենք տվել, նա ունի այսպիսի գույն, Անահիտը մենք դրել ենք մեր հեթանոսական դիցուհու Անահիտի անունով, հարգելի բարեկամներ, հզոր քսուկ է, լրիվ բնական միջոցներից պատրաստված, մնացած քսուկները քիմիական պարունակում են քիմիական տարրեր, նավթեատրանցյալներ եւ այլը, որոնք առաջացնում են մաշկաբորբեր, ալերգիաներ։ Ես առիթի դեպքում ասել եմ, նույնիսկ այն լաքը, որ կանայք քսում են իրանց եղուգներին, ապացուցված է, որ այդ նյութը օգտագործելուց կանանց մոտ լինում են վիժումներ, լինում են ոչ բնական ծնունդներ եւ այլն։ Չեմ ուզում շարունակեմ մնացածի մասին, օրինակ շրթներկը պարունակում է ծանր մետաղներ, որ անդադ կանայք բրոշներ այսպես լպստելուց, քսելուց հետո նրանք նաեւ դա անցնում է օրգանիզմը եւ հանդիսանում է որպես քաղցկեղի առաջացրած պատճառներից մեկը։ Հարգելի բարեկամներ, այս քսուկը մաքրում է դեմքը, դեմքին տալիս է էլաստիկություն, փայլ, ձգում է մաշկը, վերացնում է մանր կնճիռները, լավացնում է այրան շրջանառությունը, ունի նաև ցավազրկող հատկություն, շատերը այն քսում են հոդերի հիվանդությունների ժամանակ, ծնկներին, արմունկներին, ուսերին եւ այլը, հրաշք միջոց է հատկապես այրվածքների, թարմ այրվածքների եւ այրվածքներից առաջացող կելոիդ սպիների համար։ Այն ներծծում է ոչ միայն այրվածքներից առաջացած կելոիդ սպիները, այլ նաեւ հետվիրահատական կամ ինչ-որ պատճառներից, վերքերից առաջացող սպիները ներծծվում է, իսկ այրվածքները բուժում է անհետք, տեղը նույնիսկ չի երևում։ Ձեզ ցույց եմ տալիս նաև իմ գիրքը, որը
կոչվում է բժշկարան, այն ներառում է 90 տեսակ հիվանդություն, հիվանդության նկարագիրը գրված է բավականին ընդարձակ, տրված է բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, ցույց եմ տվել, ունի իր պատկերասրահը, այստեղ նկարների տակ գրված է 3 լեզվով հայերեն, ռուսերեն, լատիներեն, ունի նաև իր քառալեզու բառարանը։ Կրկին առողջություն ձեզ, կունենաք հարցեր կարող եք տալ, գերեք ձեր մեկնաբանությունները, բուժման եւ տեղեկատվության համար դիմում եք Պուշկինի 38, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։